մենք էլ բնորեն մեր թերթերից մեկը մի բանի հովանավոր դա։ Ինչ վերաբերում է մեր համերների, ապա անցել են մոտ 40 օր մենք Ճապոնիայում ենք, մենք հյուսիսից հարավ 2 անգամ կտրել ենք գնացքով, ինքնաթիռով, ավտոբուսով ճանապարհ, իմ ծանոթներից մեկը Ճապոնիայում ասեց շատ քիչ ճապոնացիներ կարող եք գտնել, որ այսքան Ճապոնիան գիտեն եւ պատկերել են։ Եվ շատ հաճելի է, որ ոչ միայն իմ պնդմամբ երեխաները զուտ համերգներ են տվել, այլև լավ շրջագայում եւ տեսարժան վայրեր, բարձունքների վրա, քաղաքներ են տեսնում, այսինքն տեսարժան վայրերը նաեւ բարձրակետերից, նաեւ հանգարաններ, նաեւ հանդիպումներ, շատ հանդիպումներ են գնում տեղի երջախմբերի։ Այն կառույցը մինյոն կազմակերպությունն է երաժշտական մշակութային, որ մեզ հրավիրել էր, ինքնիդ ներսում ունի 8000 երջախմբ։ Այսինքն երջախմբային արվեստը Ճապոնիայում բավականին բարդ դիրքերի վրա է եւ շատ սիրված է եւ ուղղակի կարող են ամենը մի կառույց ունենա 8000 երջախմբ։ Ճապոնիայում կան տասնյակ հազարավոր երջախմբեր։ Այս քանը ես առայժմ ուզում եմ ասել, բայց ես շատ կուզեի չխոսել եւ ընդհանրապես ուզում եմ հալվել, ես ուզում եմ երեխաները կարծիք հայտնեն, որովհետեւ իրենց համար սա կարծում եմ կյանքի ամենաերջանիկ եւ շատ կարեւոր մի փուլ է։ Այս երեխաները ուրիշ մարդ վերադարձան Ճապոնիայից։ Եվ գուցե իրենք կասեն, եւ դա հարաբերություն ունեն, ինչու եւ ինչ տեսան, ինչ զգացին եւ միայն երկիրն էր արդյոք, որ իրենց աշխարհայացքում մեծ փոփոխություն մտցրեց միայն շենքերը, քաղաքները, թե էլ ինչ։ Դա համար ես շատ կուզեի այսօր